Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Էդգար Ղազարյանի հետ, որին ներկայացնել անհիմնը բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Քանի որ այն ինչ որ տեղի ունեցավ այս կարճ ժամանակահատվածում, ես ձեզ չեմ հանդիպել եւ եթերներն էլ չեմ նայել, տալիս եմ այն հարցերը, որոնք իմ շրջապատում ուզում են, որ այդ հարցերը տրվի։ Եվ կարծում եմ հեռուստադիտողը եւս կուզենա լսել պատասխանները։ Պարոն Ղազարյան, դուք հայտարարում եք, որ անվստահության գործընթացը այս պարագայում, հատկապես հիմա, անհրաժեշտ է եւ այդ եք միայն, հա, որպես քաղաքական միավոր Նիկոլից ազատվելու հիմնական պատճառ հանդես բերում եւ առաջնագծում փորձում եք դնել։ Հիմա ոնց ստացվեց, որ որոշում կայացրեցիք եւ համարեցիք, որ այս պարագայում չի ստացվում եւ ազգային ժողովի մեծամասնությունը ընդդիմության հասկացանք, որ մատը մատին չեն տալիս։ Որոշումը որպես այդպեսին ինչ եղավ, որ որոշեցիք ուժեղ Հայաստանով հանդես գալ։ Իմ մոտեցումները չի փոխվել։ Այսինքն ես շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենահնարավոր եւ հավանական տարբերակը դա նրան անվստահություն հայտնելն է խորհրդարանի միջոցով։ Տեսնում ենք, որ չի ստացվում։ Դե հիմա չի ստացվում, ինչի համար չի ստացվում, որովհետեւ նրանք ովքեր որ պետք է այդ որոշումը կայացնեն, այդ որոշումը կայացնելու ուղղությամբ ջանքեր չեն գործադրում։ Հիմա այս պահին, որ մեր տեսանկարահանումն է ընթանում, ազգային ժողովում ընթանում է 2025 թվականի կառավարության ծրագրի 25 թվականի կատարողականի քննարկումները։ Հիմա ինչ է դա նշանակում, որ հանձնաժողովներում ազգային ժողովի падգամավորները ըստ հանձնաժողովների առանձին բաղադրիչների պիտի նայեն կառավարության ծրագիրը կատարվել է թե չի կատարվել։ Ու այդ դեպքն է, որ չարժեր քննարկել, որովհետև ծրագրի գրեթե ոչ մի դրույթ չի կատարվել։ Հիմա հարց է առաջանում, մեր սահմանադրությամբ ասում է, որ եթե ազգային ժողովը արձանագրում է, որ կառավարության ծրագիրը չի կատարվում, ինչ պիտի անի։ Այդ անվստահության գործընթացը impeachment դրա համար է նախատեսված, որ կառավարությունը հեռացնի, որովհետև պիտի մնա միայն այն կառավարությունը, որ ծրագիրը կատարում է, որովհետև այդ ծրագիրը ի տարբերություն այլ օրենքների որոշումների, որ ազգային ժողովը կայացնում է, ունի այն առանձնահատկությունը, որ եթե ազգային ժողովը հավանություն չտար կառավարության ծրագրին, ազգային ժողովը լուծարվելու էր։ Այսինքն իրանք բոլորը հիմա падգամավորներ են, որովհետև այդ ծրագրին հավանության են արժանացրել ի վերջո։ Բա հավանության են արժանացրել ինչի համար, որ կատարվի։ Բայց եթե չի կատարվում, իրանք ինչ պիտի անեն։ Դե անվստահություն հայտնեն։ Հետևաբար, քանի իրանք այդ որոշումը չեն կայացրել, այդ որոշման արդիականությունը չի թույլանում, եւ ես որպես այդ գաղափարը պաշտպանող չեմ հրաժարվում այդ գաղափարից։ Ու ես միշտ ինչ եմ ասում եմ, որ ընտրությունը, որ պիտի լինի, դա ազգային ժողովի падգամավորները չեն որոշում։ Դա օրացույցն է որոշում։ Այսինքն բոլորից կամքից անկախ վաղը լինելու է մարտի հաջորդ օրը, մյուս օրը լինելու է մյուս օրը։ Դա որևէ մեկս դրա վրա ներգործություն չենք կարող ունենանք։ Մենք կարանք ներգործություն ունենանք կառավարության գործունեության վրա, որ կարանց լինի, որ վաղը նաև վարչապետ չլինի Նիկոլ Փաշինյան, լինի ուրիշը։ Եվ ես հիմա էլ շարունակում եմ խնդրել, պահանջել, առաջարկել, հորդորել ազգային ժողովի падգամավորներին, որպեսզի իրենց պարտականությունը կատարեն։ Եվ եթե մինչև հիմա ասում են օրինակ, որ դրա համար հնարավոր չի ԿՊ-ականները եւ այլն, պարզվում է, որ հիմա դրա լավագույն շրջանն է։ Որովհետև արդեն պարզ է, որ հիմիկվա ԿՊ-ի խմբակցության 69 падգամավորներից 29-ը հաջորդ խորհրդարանում չեն լինելու։ Եվ մեծ հավանական է, որ այդ մարդիկ շատ հնարավոր է, որ նրանց հետ հիմա ֆունկցիոնալ աշխատանքի, նրանց գործընթացի մասնակից դարձնելու պարագայում մեզ պետք է իդեպ 29 հատնել հələ կա ռեզերվ։ Բա ով պիտի անի։ Ես պիտի անեմ, որ թողնեն մտնեն շենք կանեմ, բայց գնացել է ազգային ժողով ընդունելությունների падգամավորների հետ այդ նպատակով։
Շենք չեն թողնում, ընդունելության չեն արժանացնում։ 14 քրեական գործ պիտի հարուցվի դատարանի որոշմամբ այդ ինձ ընդունելության չարժանացնելու համար։ Հետևողականորեն գնացել եմ մինչև վճռաբեկ դատարան են դատախազությունը բողոքարկե պարտվե։ Ես այդ իմ պայքարը այդ իմաստով շարունակում եմ, բայց իրանք պիտի անեն։ Ինչու են մեղադրում ձեզ այդ դեպքում։ Ո՞վ է մեղադրում։ Հիմնականում ԽՊԱ-ականները եւ Հայաստան դաշինքը։ Այսինքն իրանք են մեղադրում։ Հակառակը։ Ես նրանց ասում, ես օրինակ որ ասում եք, որ ես ասել եմ ընտրությունների միջոցով հնարավոր չի դժվար, ում համար է դժվար եւ անհնար, իրանց համար։ Ասում եմ, եթե դուք արդեն ազգային ժողովի падգամավոր եք, ընտրություններով չեք կարացել իրանց հեռացնել, որովհետեւ դուք գնացել եք իրանց այդ ընտրությունների եւ բավարար ձայներ չեք հավաքել, որ ձեր տեխնացուները լեր վարչապետ իրանցն ա եղել։ 1 տարի անց դուք ունեցել եք իմպիչմենտի հնարավորություն 22 թվականի օգոստոսի 2-ից մինչև հիմա։ Էդ էլ չեք եթե անում։ Ձեզ համար, այսինքն գործող հիմա խորհրդանում գտնվող քաղաքական ուժերի համար անհնար է, որ իրանք ընտրություն։ Եվ դրա համար նայում եմ, իսկ ումով է հնարավոր։ Սամվել Կարապետյանով։ Որտեվ նրա ուժը, հեղինակությունը, ազդեցությունը այս պահին հասարակական հարաբերությունում շատ ավելի մեծ է իմ տպավորությամբ եւ կարծում եմ բոլորի։ Այսինքն մինչև հունիսի 7-ը հիմիկվա անդիմությունը խորհրդարանական Նիկոլ Փաշինյանին կարա հեռացնի մինչև հունիսի 7-ը։ Հունիսի 7-ին արդեն էլ իրանք չեն կարա, արդեն դա կարա անի Սամվել Կարապետյանը։ Եվ քանի որ ես հիմա падգամավոր չեմ, ես աջակցում եմ այն ուժին, որը որ կարա Նիկոլ Փաշինյանին հեռացնի հունիսի 7-ին։ Կարան իրանք ավելի շուտ հեռացնեն։ Փառք ու պատիվ իրենց մեր գլխի վրա տեղ կունենան։ Չեն կարա։ Հունիսի 7-ին Սամվել Կարապետյանը դա կանի եւ իմ որոշման մոտիվացիան նպատակը հենց այնա, որ ես եթե ունեմ որոշակի համեստ հեղինակություն, ճանաչում հասարակության մեջ, որը ձեռքաբերվե իմ այս ազնիվ նվիրական պայքարի այս 5 տարվա անխոհ գործունեության արդյունքում ես պատրաստ եմ դա ամբողջությամբ ներդնել այն ուժի տնօրինության տակ, որի հետ ես հույսեր եմ կապում, որ կարող է դա իրականացվի։ Եվ ես այս պահին ունեմ ներքին վստահություն, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը։ Թույլ կտան, որ մասնակցեն ընտրություններին։ Իրանք հիմա իհարկե ամեն ինչ փորձելու են անել եւ այս գործընթացն հենց միայն այն որ Սամվել Կարապետյանը ապօրինի գտնվում անազատության մեջ, դա արդեն իրանց ջղաձգումների դրսևորում է։ Պլան B կա, պարոն Ղազարյան, եթե հանկարծ թույլ չտան, ինչ ձևաչափով։ Ուրեմն բոլոր ծրագրերը նախանշված են մեր երկրի հասարակական հարաբերությունների զարգացման սահմանադրության մեջ։ Եվ սահմանադրությունը թույլ տալիս է, որ ցանկացած իրավիճակում կայացվեն օրինական եւ տրամաբանական որոշումներ, որովհետեւ սահմանադրության գլխավոր եւ անփոխելի հոդվածներից մեկը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եթե սահմանադրության մեջ գրածել էր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է Ալեն Սիմոնյանին եւ Սուպեր Սակոյին, մենք կասենք դե նայենք տենենք թե Ալեն Սիմոնյանը եւ Սուպեր Սակոն Ալեն Սիմոնյանի հանգստի սենյակում ինչ որոշումներ են կայացնում, որովհետեւ տեսանյութերի հանդիպել ենք։ Եթե ասեն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, Գևորգ Պապոյանին եւ Ալփի Դավոյանին, ուշադիր կնայենք, տենայենք թե իրանց ավտոբուսի մեջ ինչ որոշումներ են կայացում, կասենք ընդեղ է որ, բայց որոշումները ընդեղ չի կայացում։ Որոշումները կայացնում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Մնացած բոլորը, ասենք Նիկոլ Փաշինյանը հիմա, ես ժամանակին եղել ենք ընդամենը հանրային ծառայողներ։ Այդ վարչապետ, բան, այդ երևակայական բարձր ընկալումները իմ փիլիսոփայության մեջ չկան, որովհետև ես զբաղեցրել եմ մի շարք պետական բարձր պաշտոններ, որոնք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասակարգման մեջ են։ Եվ այդ պաշտոնները զբաղեցնելուց իմ ընկալումը եղել է հանրային ծառայողի ընկալում, որ ես ընդամենը այդ պաշտոնի լիազորությունների շրջանակներում ծառայություններ եմ մատուցում մեր ժողովրդին։ Եվ ես այդ պաշտոնի մնալու իրավունք ունեմ միայն այն դեպքում, երբ որ այդ ծառայությունը որակյալ է եւ արդյունք է ստեղծում, ոչ թե իմ, այլ մեր ժողովրդի համար։ Հիմա եթե այդ պաշտոնյաներ կան քաղաքացիական պայմանագրի, որը միայն իրանց գույքի եկամուտների հայտարարագրերով, իրանք բարիքների են տիրանում եւ դժբախտություն են բերում մեր ժողովրդին։ Այդպիսի հանրային ծառայողները պետք է վռնդվեն եւ մեր ժողովուրդը դա է անելու։ Ասենք օրինակ
Ալեն Սիմոնյանի գույքի եկամուտների հայտարարագիրը, Ռուբեն Ռուբինյանի, Հայկ Կոնջորյանի եւ մնացածի 18 թվից մինչև հիմա շատ բան է փոխվել։ Իսկ եթե Գևորգ Պապոյանը 18 թվի դրությամբ ուներ միայն 91 թվականի արտադրության Ժիգուլի, որը հայտարարված 21, հիմա ինքը ոնց որ շատ ավելի բաներ ունի, քան այդ Ժիգուլին, որում Ժիգուլին պահել է, որովհետև դժվար է կարողանա ծախի։ Դե ունակ արդարադատության նախարարը ասաց լավ եմ ապրել եւ շարունակելու եմ լավ ապրել եւ ապարքեվավճարը արդարացրեց։ Դե դիքն է տենց ասում։ Այսինքն իրանք դրանով ինչ են հուշում, որ իշխանությունը իրանց համար շատ կարեւոր է, իրանց ձեռքբերումներ, իրանց որ նայեք այդ իշխանավորների հայտարարագրերի, ես շատ մեծ ուշադրությամբ եմ նայում։ Մեծ մասը տներ են առել ու կարող է պատահի մի քանի հատ։ Իսկ նույն մարդը մի քանի տուն առե, որը պարզա որ ինքը դրա կարիքը օբյեկտիվորեն կարա չունենա, չէ՞, այսինքն դա արդեն կապիտալ է, դա խնայողություն է, չէ՞, ապագայում ներդրում է, չէ՞, որովհետև այդ մարդու ամեն մարդու մի տուն է պետք ապրելու համար։ Դրանից ավելը արդեն գույքի կառավարում է։ Ու իրանք այդ գույքի տեր են դառը, գիտեք հատկապես երբ 44 օրյա պատերազմից եւ արցախցիների բռնի տեղահանությունից հետո։ Այսինքն իրանց այդ մարդկանց սարքել են բռնի տեղահանված փախստական, իրանց տուն ու տեղից զրկել են իրանց գործողություններով, որոշումներով։ Եվ իրանք դարձել են այստեղ մեծ հարստության տեր։ Դու ասում ես դե իրանք կուզեն մնան, իհարկե կուզեն, բայց խո իրանք ուժելով չի։ Դա ժողովուրդն է որոշում։ Ես արդեն զգում եմ, որ մեր հասարակության տրամադրությունները գնալով շատ ավելի ռադիկալ են դառնում եւ մարդիկ հատկապես Սամվել Կարապետյանի պարագայում տեսնում են մարդու, որը ոչ թե գալիս է իշխանությունից բարիքներ ստանալու, այլ ճիշտ հակառակը։ Իր ստեղծած բարիքները հանրության հետ կիսելու, նրանց բաժին դարձնելու համար, ընդ որում ոչ թե գալիս է որ անել, մինչև հիմա էլ է դա արել, առանց պետական որևէ պաշտոն զբաղեցնելու, որևէ լիազորությունների ունենալու, ինքը, ասենք 300,000 աշխատատեղ տալու խոստումը ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնելով հազարավոր աշխատատեղեր ստեղծել է։ Հիմա պարզ չէ որ պետական լիազորություն իշխանություն հնարավորություն է տալու ավելին անել, քան միայն կարաս անես մասնավոր ձեռնարկատիրության բնագավառում։ Հիմա եթե մարդը խոստում է տալի, որ ինքը կարա 20,000 մատչելի բնակարան ստեղծի, դա անում է մի մարդ, որը քարվաճառում վաղուց է բնակարաններով ապահով է հարյուրավոր ընտանիքների իր սեփական միջոցներով։ Մարդը, որ ասում է ես դեղորայքի գները 20%-ով կարող եմ իջեցնել, դա պատահական մարդ չի, ասում է, ասում է մի մարդ, որը 25 միլիոն դոլարով Ստեփանակերտում կառուցել է մի հիվանդանոց, որից Եվրոպայում կարող է շատ քիչ կար։ Իսկ մարդիկ հիմար չեն, մարդիկ դա տենում են, հասկանում են, ես էլ հիմար չեմ, ես էլ եմ տեսել հասկացել եւ գնացել ենք այդ ճանապարհով եւ գնալու ենք եւ օր-օրի հələ դեռ ժամանակ էլ կա ես վստահ եմ որ հանրային այս տրամադրությունները անպայման թափ են հավաքելու եւ մենք ունենանք նոր վարչապետ, որի անունը կլինի Սամվել Կարապետյան։ Պարոն Ղազարյան, նայեք, մարդիկ կան, էլի, հա, իրենց անունից փորձեմ հարցը ուղղել։ Ասում են, որ 21 թվականին Հայաստան դաշինքը ոնց գնաց եւ մանդատները վերցրեց մտավազգային ժողով, հիմա դեմքերի փոփոխություն է լինելու, մի քիչ ավել, մի քիչ պակաս, ուժեղ Հայաստանն է գնալու եւ դառնալու է ընդդիմություն։ Իհարկե անշնորհակալ գործ է եւ պատվաբեր չի, հա, Նիկոլի մոտ գնալ եւ եւս 5 տարի ընդդիմություն խաղալ, մենք տեսել ենք այս 5 տարիներին ինչի մեջով են այս մարդիկ անցել եւ այդպես էլ խելքի չեն եկել։ Հիմա եթե ստացվեց, իհարկե թող լեզուս պապանցվի եւ ստացվեց այնպես, որ ընդդիմություն է լինում, մեծամասնությունը լինելու եք դուք։ Մանդատները կվերցնեք, կգնաք այն քայլին, որը արվեց 21-ին Հայաստան դաշինքը։ Անկեղծ ասած, այս պահին նման քննարկումներ, նման սցենար, նման զարգացումներ չի դիտարկվում։ Որտեղ միայն խոսվում է հաղթանակի մասին։ Նպատակադրումը դա է եւ մեր պայքարը հենց դրան է միտված։ Իդեպ ասեմ, որ եթե մեզ հաջողվի, եւ ես վստահ եմ, որ կհաջողվի, որովհետեւ մինչև հիմա կատարված տարբեր աղբյուրներից ընդ որում սոցիոլոգիական հարցումներն էլ են անգամ այս պահի հասարակական տրամադրությունները ցույց տալի, որ Սամվել Կարապետյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժինը, շատ ավելի բարձր է։ Նշանակում է նա հանդես է գալու առաջատար դիրքերից, եթե նա հանդես է գալի առաջատարի դիրքերից, ուրեմն բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի լինի վարչապետ։ Բայց մենք նայել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չեղավ, դրանք ոչ քաղաքական թիմ են,
ոչ կուսակցություն են, ոչ գաղափարը, այդ իր հետ նույնիսկ իր ցուցակով ընդգրկված մարդկանց մանգաշ չես գտնի Նիկոլ Փաշինյանի վարչապետ չլինելուց հետո։ Էլ չասենք, որ հանկարծ նա հայտնվի դատարանում, այդ մարդիկ գալու են եւ այդքան ցուցմունք են տալու։ Ինչքան էլ թաքնվեն, ինչքան էլ բան, այդպես շատ ա եղել դեպքեր, որ իրանց թաքստոցներից հանել են։ Հիմա էլ կհանեն, կբերեն եւ նրանք կվերադառնան, այսինքն ոչ թե Սամվել Կարապետյանի ուժը մարդ ընտրություններում հաղթում է ինչի, ել ուրիշ երկրորդ տարբերակ ինչն են քննա, հակառակը նրանց մոտ է լինելու նոր վերադասավորումներ, զարգացումներ եւ պատահական մի համարեք, որ հենց հիմիկվա ԿՊ-ից շատ падգամավորները նույնիսկ չեն առաջադրվել, իրենք չեն առաջադրվել հաջորդ ցուցակում ընդգրկվելու համար։ Շատերը առաջադրվել են, հետ են քաշվել։ Իրանք ներսում են, չէ՞, իրանք բաներ կա, որ ներսից տեսնում են ու զգում են։ Ու հիմիկվանից իրանց գլխի ճարը փորձում են այդ ձևով տեսնել, հերվանալով Նիկոլ Փաշինյանից, նրա թիմից, հնարավոր աղետներից։ Ու կարող է մի քանի հոգի, ասես կամիկաձեներ, մինչև վերջ մնան կամ ասկի գխել չունեն ինչա կատարում դրա, ասենք օրինակ Վահագ Ալեքսյանը մի քիչ դժվար է էլի բան բացատրել, որ բանա փոխվում, փախի։ Կարող է դες մինչև վերջը դա գխի չընկնի։ Չնայած կարծում եմ, որ կլինի։ Բայց իմ մոտ տպավորությունն է, պարոն Ղազարյան, որ այն ինչ որ դուք հիմա ասացիք, դրա մասին մենակ Նիկոլը գիտի եւ ինքը իմանալով հանդերձ իր թիմին ասել է հնարավոր բոլոր ձևերով, այն որ ապարում են, չէ՞, լկտի վիճակը, ես մեկ-մեկ մտածում եմ այդ տեսախցիկը, որ անջատվում է, այնտեղ ինչա կատարվում, եթե տեսախցիկի առաջ են, հա, իրենց այդպես պահում, պատկերացրեք անջատած ժամանակ իրենց ոնց կպահեն եւ ասել է հնարավոր ձևով, այն որ լկտիացեք, այն մի պատգամավորուհի կա, չէ՞, երես փոխանուհի, որ ասեց Թաթոյանին ասեք թող կպնի իր գործերին, բան։ Ախորս է։ Հա, ասենք նման բառամթեր չսարքեցի ճանաչված այդ մեր որ մագիստրատուրա այսօր մեր խմբից էր հասեցի իմ կուրսեցի ալխասին որ անելն է յուրահատուկ ա երկու շփոթում էին ասում էին մալխաս երկուսն ասում էին ալխաս բան ասած այդ բանով այդ հոսանքի տակ որոշակի ճանաչում ձեռք բերեց բայց իրանց այդ պահվածքը հիմա իրանց մենակ վնասում է դուք չեք նկատում որ սրանք ինչ փոփոխություններ որ անում են իրանց վարկանիշի վրա դա բացարձակապես չէ մնացած ուրիշ բոլոր դեպքերում օրինակ դա պիտի ազդեր չէ տեսեք ասին Զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու են։ Սկզբից մտածեցին ասին խոստում տան 26 թվականի հուլիսին կանենք։ Հետո արագ բերին մի շաբաթվա մեջ փոխին այս ձմեռվային զրակոչից արեցին։ Բայց հասարակական տրամադրությունների վրա բան չի ազդում։ Հիմա ուզում են այդ թոշակառուներին խափեն իբր իրանց 10,000 դրամով թոշակը բարձրացնում են։ Դա բոլորին է վերաբերում։ Հա, ասենք ինչի համար, որովհետև եկել են հիմա ասենք մենք էլ ենք, չէ, խոսում իրար հետ քննարկում։ ԱԱՑ-ի տնօրենը վաղուց ավանդույթ կա։ Ինչքան ես գիտեմ դա տենց է։ Ամեն առավոտ ժամ ունի։ Պետության ղեկավարին զեկուցան ներկայացնում, օպերատիվ իրավիճակի վերլուծություն է ներկայացնում։ Հիմա պետության ղեկավարին այս պահին ձեր կարծիքով ավելի հետաքրքիր բան որն է, քան հասարակական տրամադրությունները իշխանության օգտին։ Մենակ դա, ասիկան զեկույցի առաջի կետը վերաբերելու է հասարակական հարաբերություններին դրա փոփոխ Պարզ է, չէ, որ դա օբյեկտիվ կա է կոչվում։ Հիմա օբյեկտիվ տայելը ներկայացումը ասում է, գիտես ինչ, քեզ բանի տեղ տնող չկա։ Քեզ բանի տեղ տնող չկա, վիճակը վատ է, ինքը պիտի օբյեկտիվ ասի։ Ասում է, ես քեզ օբյեկտիվ ասում եմ, դու մնացածը որոշի ինչ ես անում։ Ուզում ես գնա Ֆրանսիայում դեկորատիվ ծառերի տերևները կե, ուզում ես խնձոր կե, ուզում ես պերաշկի մի բան արա, դա արդեն քո անելիքն է։ Ես քեզ օբյեկտիվ իրավիճակն եմ ասում։ Հիմա օբյեկտիվ վիճակը գալիս է, լավ չի գործեր հետո։ Նրանց ասում են ինչ կարանք անենք, դա ասում են 500,000 թոշակառու կա, այս երկրում էլ այն ժամանակվանից sense ժողովրդի մոտ sense գցել ենք համոզել ենք, էլի որ ընտրակաշարքը 10,000 դրամ է։ Եթե այդ 500,000 թոշակառուին դու 2 ամիս 10,000 դրամով ընտրակաշարք տաս, կարող է այդ 500,000-ի մեջ մարդը լինի, որ գա քեզ ընտրի։ Գոնե 50 հոգի։ Հիմա դրին արի, որովհետև ասենք իրական թոշակները չի բարձ, թոշակները որ բարձրանա, պետք է ազգային ժողով օրենք փոխվի։ Հնարավոր չի երկրում 80 միլիոն դոլարի ծախսանես, ասենք պետական բյուջեին փոփոխություն։ Պետք է ամենահասարակ ծախսանես բյուջեում վերաբաշխում ես անում բյուջեում օրենքում փոփոխություն ես կատարում, եկամուտներն ես ավելացնում, ծախսերն ես պակասեցնում, ասենք դες բան չի եղել, կառավարության որոշումը ո՞նց է հնարավոր դա անել։ Անել արել ինչ ապրիլից եթե բարձրացնում են այդպես ասած, առաջի վճարում տանեն մայիսին, երկրորդ վճարումը հունիսին։ Հունիսին էլ փող չկա։ Բյուջեն նախատեսված չի։
Հիմա եկել ասելա գիտես ինչ վիճակը լավ չի, դա կարողա փոխի։ Հիմա այդ շխուրը դրին խոսացի եկել տենում են չէ մարդ ախ էդ էլ չի ազդում դրա վրա։ Բա լավ, բա ի՞նչ է։ Դա համար չեք տենում հիստերիայի մեջ անգե։ Այդ դրա մարզային այցելությունները նայեք։ Ժողովրդի հետ կռվում է բանը չեք զնից դժգոհ, ինձի գովեք։ Մեկի չգիտեմ վեշերնա վերցնում տանում, մեկի կոշիկներն մաքրի հեսա։ Մեկի տունը կմտնի ասեք տենա մեկ լողանումա մեջ կպրտի։ Մի բան պիտի անի ասեք որ ժողովուրդ ինքը այդ ուտելիքը որ ուտում է, այդ ինչի համար է, չէ՞ որ ես տենց համեստ հասարակ, ես երեք մի հատ տեսանյութ է հրապարակել Facebook-ում։ Թե կառավարության էս Պրոշյան փողոցից մինչև կառավարության փողոց 40 քանի ոստիկանական մեքենա է։ Մենակ իրա, հələ մենակ ոստիկանությունն է, պետական պահպանությունը, հələ ինքը տանն էր։ Արդեն այդ 47 մեքենան շարվել են այդ մի կիլոմետրի վրա։ Այդ պերաշկի ուտողն է։ Պարզա չէ որ սուտ է ասում։ Այդ սուտն էլ ինչի համար է, որպեսզի իր հանրային կերպարը փոխվի մի երկու ձեն ստանա, որտեղ ինքը ամեն օր ժամ 10-ին գալի ասում է լավ չի քո վիճակը, երեք էլի ոչինչ, այսօր ավելի վատ է։ Էլ չենք ասում Սայաթնովա փողոցը ինչա կատարվում պիկ ժամերին։ Բայց դա մարդիկ տենում են, չէ՞։ Դա մարդիկ տեսնում են ու իր վիճակը ասեմ հիմա իրանք ինչ էլ անեն։ Հայտնվել են մի հատ այնց Գևորգ Պապոյան գնաց է մտե կովերի մեջ ասենք տեսանյութ ասենք ուրիշ ժամանակ ինքն չի տես պիտի բանաներ, չէ՞, ասենք կովերը ոչ իրան ձեն տվող են, ոչ բան կամ ասենք թե մի հատ ոչխար 4-ը գառա ունեց, քեզ ինչ, ասենք դու ունեցածել էր, էլի կասենք մի անգամից ընտանիք 4 հոգով համալրվել։ Ասենք մի հատ գառ որ ոչխար 4 գառա ունեցե։ Գևորգ Պապոյանը արդեն հասել է այն վիճակի, որ ինքը մտածում է, որ մի հատ լուր տարածի, որ 4-ը գառա ծնվե, ինքը արդեն 4-ը ձայն ունի։ Այդ աստիճան նեղն են։ Բայց Սամվել Կարապետյանը չի չեն թողնում, վախենում են, չէ՞։ Ասենք պատկերացնում եք, ընդդադենք Սամվել Կարապետյանը գնա ընտրողների հետ հանդիպման։ Դե վերջի անգամ դատարանի մոտ էլ հավաքվածների Այդ հենց մարդիկ են, որոնք իրանք են եկել դատարանի մոտ։ Հիմա պատկերացրեք Սամվել Կարապետյանը գնում է Արտաշատ ընտրողների հետ հանդիպման։ Դու պատկերացնում եք ինչ արելու Արտաշատ հրապարակում։ Ես պատկերացնում եմ։ Իրանք էլ են, բայց անգամ Սամվել Կարապետյանի կալանքի մեջ պահելով մենակ իր նկարի մեկել ստիպված արհեստական բանականության ուղերձ տարածելով, որովհետև դատարանը թույլ չի տվել, որ նույնիսկ տնային կալանքից մարդը ուղերձ տարածի։ Արհեստական բանականության ուղերձը ու իր լուսանկարը հիմա ավելի բարձր վարկանիշ ունի, քան Նիկոլ Փաշինյանն ու իր պերաշկին։ Աննա Հակոբյանը թողեց գնաց։ Դե դժվար ասել, որ գնաց է, ինչի է գնաց է, խառը վիճակ է, դե ասեք ոչ մի բաղադրիչ նորմալ չի, այնա չի գնաց է պենսիոն։ Եվ տեսած մամա ուրիշ որոշում կայացրեց, դու ինչի չես բաժանում։ Եվ պարոն Ղազարյան, Հայաստան դաշինքը համագումար արեց, իր տեխնացուին առաջադրեց Ռոբերտ Քոչարյանին։ Էլի մարդիկ սկսեցին խոսել, էլի ԿՊԱ-կանները անցան Քոչարյանին, երբ որ հայտարարվեց Քոչարյանի անունը, Նիկոլի ձայները ավելացան, թե Քոչարյանինը ոնց կար տենց մնա։ Չեմ կարող ասեմ, անկեղծ ասած, ես այդ տես վերլուծություն չունեմ, որ ասեմ, թե դրա հասարակական հարաբերությունների վրա է։ Որտեւ լիք մարդիկ ասեցին, ահա, Քոչարյանը էլի դրեց, Նիկոլը էլի անցնելու է։ Քոչարյանի անունը օգտագործելով։ Դե եթե ինչ-որ մեկը դա ասում է, ինչի վրա պիտի հիմնվի։ Պիտի հիմնվի 2021 թվի ընտրությունների արդյունքների վրա։ Չէ, եթե 2021 թվին նույն առաջնորդությամբ, նույն անվանումով, նույն թիմով մարդիկ հաջողության չեն հասել, այսինքն որտեվ հաջողություն են չէր, որ իրանք ունենային 28 պատգամավոր, որոնց թվում էլ էր նաև 29 պատգամավոր, որոնց թվում նաև Գեգամ Նազարյանը։ Հաջողությունը այն պիտի լիներ, որ իրենք հաղթեն այդ ընտրություններում։ Հիմա այդ չի եղել։ Հիմա կարա մարդկանց մոտ տրամաբանական հարց առաջանա։ Իսկ հիմա ինչի պիտի լինի, ոնց պիտի լինի։ Հիմա եթե կլինի, թող լինի, ես ինչ ասեմ, ես ամեն որևէ մեկը չի կարա որոշի, թե այլ քաղաքական ուժեր առաջադրվեն, թե չառաջադրվեն, ինչ ձևաչափով, ում ընտրեն առաջնորդ, ամեն մեկ իր պատասխանատվության որոշում է կայացնում։ Ես ինքս լինելով շատ ակտիվ հասարակական դաշտում քաղաքական process-ներում, ես կայացրել եմ այն որոշումը, որ պետք է այս գործընթացին անվերապահ աջակցություն ցուցաբերել Սամվել Կարապետյանին, որովհետև
իր դեմքով եմ։ Սամվել Կարապետյանը 21 թվի ընտրություններին չի մասնակցել, որպեսզի մենք ասենք մի անգամ մասնակցել ես հաջողության չես ասել, երկրորդ անգամը չես ուզում։ Այդպես բան մենք չենք կարա Սամվել Կարապետյան, որտեղ ինքը առաջին անգամ է մասնակցում, եւ մասնակցում է շատ ուժեղ թիմով, շատ ուժեղ ծրագրով, եւ որը մարդկանց մոտ վստահություն է առաջացնում։ Բոլոր նրանք, ովքեր նախորդ ընտրություններին արդեն ունեն մասնակցության փորձ եւ այս ընթացքում դինամիկան կարող է պատահի այդքան դրական չի, Էլ իրավունք ունեն որոշում կա, ես չեմ կարող ասեմ ինչ են առաջադրվել, ով առաջադրվել, բայց ես կարծում եմ, որ ճիշտ է նա, որ մարդիկ անվերապահ աջակցեն Սամվել Կարապետյանին եւ հունիսի 7-ին քվեարկեն նրա առաջնորդած դաշինքի քաղաքական ուժի օգտին։ Իսկ ո՞նց պիտի մենք ժողովրդին համոզենք, որ անպայման այնուամենայնիվ մասնակցություն ցուցաբերեն։ Դե քարոշություն է դրա համար, այլ հիմա երբ որ կմեկնարկի նախընտրական քարոշության շրջանը, բնականաբար մենք շատ ակտիվ կերպով, նաև օգտագործելով զանգվածային լրատվական միջոցները, բոլոր էլեկտրոնային հարթակները, ուղիղ շփումները մարդկանց հետ, բա մեր գործն դա է արելու, որպեսզի գնանք մեր տեխնացիային իր ծրագրերը ներկայացնենք ժողովրդին։ Ընդդիմադիներին, որ նայում ես, իրենք ժողովրդի հետ շփման այդ պակասը ունեն, հա, իրենք չեն սիրում ժողովրդի հետ շփվել։ Ինչ է անում Նիկոլը եւ այդպես տեսնում ենք, հա, մտնում Նիկոլը երբան չէ խայտարակ վիճակը։ Դե գիտենք որ շատերին պայմանավորված վայքում գնացել էր ավտոբուսի չերը մարդ չկա։ Ասենք մի հատ նախադուի հերոնա ինչ պետք է անի քեզ։ Ինքն էլա չէ տենում որ մենակ նախադուի հերոնա։ Հարցնում է չէ ուր են, բայց ժողովուրդ այդ քաղաքի բնակիչներն ուր են։ Մտածում եմ որ եթե փողոցով քայլի մեկը դեմ դուրս կգա, մեկը լուսամուտից նետել, մա չկա, ոչ մեկ չկա։ Դե ունա Գորիսում Արուշը գնաց այդպես։ Բա պատկերացրեք Արուշ տենում է մարդ չկա, ստիված ինքն է այդում։ Ինքն էլ ընդ որում պատահական այցելու։ Ասենք ցենց քաղաքում քայլվել մեկի տեսավ, այ քեզ հաջողություն։ Դե բոյով է, վերևից շուտ նկատել։ Այ ինքը նկատել է, բայց կոլոտը չէր նկատում։ Կոլոտն նոր տակից տեսավ որ Արուշն է։ Պատահական, որովհետև ընդ վերջ քաղաքապետը չէ, մանավանդ անցել այս մեկը, այնց իրան հարցն են չէ տալու, ասեն ուր են, ես իմ քանի հազար բնակիչ ունեցող քաղաքահայերել ենք, մարդ չկա փողոցները։ Այնպես չէ որ մենակ վայքում էր, դա ամեն տեղ էլ տենց է։ Մի ուրիշ տեղ էլ հետո մարդկանց հետ կռվում է։ Են ասում է, ինչի՞ չեք ասում որ այդ ճանապարհը ես եմ։ Կարող ասեք ես չեմ սարքին, էլ ասում եմ, ճիշտ ասած, հա, էլ դու չես սարքել, 17 թվին են սարքել։ Ընդհանրապես ասեք ինքը չի կարող պատկերացնել, որ մինչև 18 թիվը կյանք ա եղել։ Մարդ է, դպրոցա կառուցվել մանկապարտեզ։ Հիմա ասեք մեկ իրան չի ասում, այդ 230 դպրոցը որ այս տարի փակում եք։ Այդ երբ է կառուցվել։ Օրինակ ասենք իմ հարազատ Ազատեք գյուղի դպրոցը որ այս տարի պիտի փակվի, խորհրդային իշխանության ժամանակաշրջանում է կառուցվել։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է հիմնովին վերանորոգվել է։ Հիմա այս տարի փակվում է։ Դպրոց փակողը հիմա ուզում է ներկայանա որպես դպրոց կառուցող։ Որ իր կառուցած դպրոցներում իսկի ծորակից նորմալ ջուր չի գալի, իսկի հանդերձանների կախիչները տեղը չեն մնում։ Ինքն է չէ գնացել պոկե գցե, խո ես չեմ, ինքն է չէ ասում, չի դե հակառակ դեպքում ասենք ուրիշ դեպքում կրթության նախարարն չի պիտի վերցնի այդ համանդի տղաների զուգարան։ Եթե զուգարանում ամեն ինչ նորմալ է։ Վարչապետն ու նախարարն չեն էթում, ինքն ինչ է ստուգ, դենան բաճոկի մեջ ջուր կա, բայց եթե վերանորոգել են պիտի լինի, չէ։ Ուրեմն պրոբլեմ կա, չէ՞ ընդ։ Ինքը մի դպրոցի զուգարան չի կարող սարքի։ Ուրիշների սարքած դպրոցները փակում է, հələ մարդկանց էլ ասում են գով եք, ես դպրոց եմ, մանկապարտեզ եմ վերանորոգել, դա դες չի։ Պատերազմը բերել է 7 տարվա ընթացքում 7 պատերազմ է բերել այս երկրի վրա։ Ադրբեջանի նախագահը ասում է Հայաստանի բանակը կազմաքանդված է, գոյություն չունի մի հատ մարտական խնդիր, որ ես հիմա դնեմ Ադրբեջանի զինված ուժերի առջև, իրենք այդ խնդիրը չկատարեն։ Հիմա ոչ պայմանագիր ունի Հայաստանի հետ խաղաղության կնքած, ոչ պայմանավորվածություն ունի։ Մարդը, ինքն բռնապետ է, չէ՞, ոչ պարլամենտ ունի, ոչ իրան վերահսկի, ոչ ժողովրդից ընտրված է, որ կաշկանդված լինի։ Բռնապետ է։ Ասենք ընկա վրա ջղայնացավ, հեռախոսը վերցրեց Զաքիր Հասանովին, ասաց գրոհի Երևանի վրա։ Նախիջևանում տեղակայված տանկային գումարտակը գրող կազմակերպեց Երևանի ուղղությամբ։ Ո՞վ է պաշտպանել Երևանի։ Սուրեն Պապիկյանը, թե բանը Արարատ Միրզոյանը, թե Վահան Կոստանյանը։ Նիկոլը անմիջապես կզանգի Թրամփին, Թրամփը կասի հանգստացեք։
Կամ կգամ ականջներ։ Հետո հիմա մարդ կա, որ Այդպես ասեցին, իմ ասած չէ, իրենց իրական այլ։ սպառնալիքները աշկի առաջ ունենալով կհավատա ձեր ասած վերսիային, դե հիմա ինչ ասեմ, թու հավատա մտածի, որ ինքը Այդ ինչ էին ստորագրում, այդ օրը տենց խոսակցություն եղավ, չէ՞։ Ինչը։ Այդ Թրամփի ուղու։ Հա, Թրամփի ուղին պայմանագրի մեջ Նրան էլ ասեցին կնքահայր որ այս նստու։ պայմանագիրը չի հանդիսանում վավերացման ենթակա միջազգային պայմանագիր եւ պետությունների առաջ պարտավորություններ չի առաջացնում։ Գերած։ Տպավորություն է, պարոն Ղազարյան, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, իրենք ինչ անում են, ասում եմ ում ձայնը մի քիչ ավելի բարձր է, նրանը ոնց որ անցնում է, էլի։ Այսինքն հիմա եթե ինքը անընդհատ ասում է, գիտեք, ինչ խաղաղության մեջ ենք, անվտանգ ենք, դե զինվորներն էլ ամեն շաբաթ տեսնում ենք ինքնասպանության ինչ որ բաներ է, չէ, տեղի ունենում։ Այնքան պարապ են մնացել, զինվորներն էլ իրար վրա են կրակ։ Չէ, ասում եմ սահմանին զինվոր չի մահանում, դե սահմանից զինվոր կանգնեց էլի որ մահանա։ Սահմանից բանակ հետ է քաշե։ Սահմանին բանակ չկա։ Զինվորը երբ էր մահանում, տավոշում էր, չէ՞ մահանում, 2020 թվականի հուլիսին իր առաջի պատերազմն է, որ բերել է։ Անվաղ դիրքի համար մարտերի ժամանակ էր, չէ՞ զինվոր մահանում, որ 72 հատ մարտական խաչ էր բաժանում։ Հետո հիմա չես ասում, մարտական խաչը ինչի՞ չես բաժանում։ Այսքան բանակի օր ա եղել հուլիսի 5-ը, այսքի մի զինվորական չի դկատել եք որ զինվորականները հիմա չեն պարգևատրվում։ Չեն ծառայում, ինչ պարգևատրվեն, ինչ են արել որ սխրանք են գո հայրենիք են պաշտպանում։ Մենա տարել են գեներալների կախել են տուրնիկներից, որ 300,000 դրամ ավելի աշխատավարձ ստանան։ Եկա փորը վերցած, ասեք կախվե տուրնիկից կամ 100 մետր վազելուց հետո պատկերացնում եք շեր դրանց տունիշ վիճակ ալել, այդ 100 մետր վազելուց հետո նա ճշումը տալու ալի եսի մոր։ 300,000 դրամին ինչքան ճշումի դեղ պիտի խմի որ գեներալն չի վազում։ Գեներալի խնդիրը պատերազմի ժամանակ հողել վազելը չի փախնեն։ Իր խնդիրը պիտի լինի հրամանատարաշտաբային կետում որոշում կայացնել, եթե դու ատեստավորում ես իրականացնում բարձրագույն սպայական կազմի, ըստ իր ֆունկցիաների ծրագրի պիտի անես, չէ՞։ Նախ Կալաշնիկով ավտոմատից չի կրակելու, որ դու տալ ես կրակային պատրաստություն, ասես եթե լավ կրակես 300,000 դրամ փոք տանք։ Չկա այդ բանակը, հիմա ասեք թե ասում ես ասելով, դե ինքը չէր ասում, 22 թվականից ասում է խաղաղության խաչմերուկ։ Հիմա որ թիվն է։ 26 4 տարի այդ իր խաղաղության խաչմերուկի վրա անցել է։ Այդ խաչմերուկը բացվել է, մեկը անցել է այդ խաչմերուկը։ Դե նախորդ օրներ Ալիևին լսեցին։ Ալիևը ձեռ առնում, ասում է, այդ Բայդենի ժամանակ էր գնացեք Բայդենից դուզեք, երբ որ Բայդենը գա, այդ խաղաղության խաչմերուկ եկել է։ Հիմա էլ ասում են թրիպ, Նիկոլ Փաշինյանն ասում է, պարզավոր է այս աշխարհակահաղական զարգացումների պայմաններում թրիպը իր հետաքրությունը ԱՄՆ համար կորցրել է։ Բայց 76%-ի տերն էլ ԱՄՆ-ն է։ Եթե իր հետաքրությունը կորել է, ուրեմն թրիպը վերացավ։ Թրիպն էլ ինչ են մեղրին հանձնելու ծրագիր։ Հիմա եթե մեղրին այդ ձևով չես կարող հանձնես, բանակը չունես, Ալիևը ռազմական ճանապարհով է, բայց ռազմական ճանապարհով վերցնելու դրա խաղաղությունը ո՞րն է։ Խափում է մարդկանց։ Բայց մենք էլ դրա համար ենք, որ մեր ժողովրդին ասենք սիրելի ժողովուրդ, խարդա խափեբա շարլատանա։ Ոնց եք դրան հավատում։ Եթե նա պերաշկի ուտերը ձեզ խափա, որ ինքը մտնում պերաշկի ուտող է։ Գալիս աստի կառավարական ամառանոց, որտեղ իր 1 օրվա պահպանման ծախսերը 1,700,000 դրամ է։ Ինքը գալիս աստի դղյակում ապրում է։ Կառավարության շենքում այդ արդեն ես չեմ ենթադրում։ Իրան ջուր տվողը, հիմա ասենք դուք սովորական ջուրը բերե դրել եք ստե, մենք խմելու ենք, չէ՞։ Իրան շշից ջուր լցնողը սպիտակ պիջակով, սպիտակ ձեռնոցներով մարդ է, պերաշկի ուտողի։ Մեկը դե չկա, ասի, այդ ցավը տանեմ, հանի այդ ձեռնոցները մի տազի մեջ լցրու խմի։ Դրանա չես ձեռնոցով բաժակի մեջ ջուր լցում։ Մատ սովորական ամանի մեջ լցու գետին տեսախցիկ չկա մարդիկ չկա խմի իր ձևը տեց այսքի բաժակից խմելու ձևը չգիտի այն Արադ Միրզոյան հետո գնացել Շվեյցարիա հանդիպման սպասք են դրել հավաքեք այդ մարդ ձեռով ուտող է բերեք դրեք ամանի մեջ ինքը կվերցնի կուտի նա դանակ պատարակախից չի գա ավտոբուսի մեջ դու տեսել ես Արադ Միրզոյան դանակ պատարակախով բան ուտի բա հարգեք այդ մարդու սովորույթները չէ Բան կար չէ, խորհրդային ժամանակներում եղեն հերավոր գյուղերից միջին այս բանից, որ պատգամավորներ են ընդրվել Գերագույն խորհրդի, բանում հյուրանոցում ունիտազից ջուր էին խմել, հենց այն մացե դրա խմելու ձևն է դա։ Հիմա սրանք են էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Կհանդիպեք։
Ջանկասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։